Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1397-րդ օրն է։ Այսօր հանգստյան օր է, բայց պատերազմի ժամանակ հանգստի օրեր չկան։ Թշնամին փորձում է առավելագույն վնաս հասցնել հարվածելով ենթակառուցվածքներին, առևանգելով սահմանամերձ գյուղերի բնակիչներին, իսկ թրամփականները շարունակում են արդարացնել Պուտինին, սկանդալներ հրահրելով Ամերիկայում։ Հետաքրքիր կարելի ասել ճակատագրական իրադարձություններ են տեղի ունենում նաև Հայաստանի սահմանների մոտ գտնվող տարածաշրջանում։ Էրդողանը փորձում է Սիրիայից կերտել Ադրբեջան, իսկ Իսրայելը ջնջում է Անկարայի ազդեցությունը տարածաշրջանում եւ Թուրքիայի համար նոր կարմիր գծեր է գծում այնտեղ, որտեղ Էրդողանը նախկինում իրեն տեր էր համարում։ Ուկրաինան շարունակում է հարվածներ հասցնել Ռուսաստանի եւ օկուպացված տարածքների կարևորագույն թիրախներին, իսկ ռազմաճակատում Պուտինը ամեն օր կորցնում է 1000 եւ ավելի զինվոր, սակայն միևնույն ժամանակ հերրակա կերպով փորձում է հակազդել Թրամփի պլանում հնարավոր փոփոխություններին։ Այդ ընթացքում համաշխարհային մամուլը զբաղված է քննարկումներով, թե Եվրոպայում ով ինչպես է իրեն դրսևորել Ուկրաինայի ֆինանսավորման հարցում, Էփշտեյնի ֆայլերը սկսում են քաղաքական երանգներ ստանալ նաև Թրամփի դեմ, ավելի ճիշտ նոր տեմպ ստանալ Թրամփի դեմ։ Մամուլում շատ մանրամասներ կան նաև այն հարցով, թե ինչպես են կողմերը Ուկրաինան, Եվրոպան մի կողմից եւ Սպիտակ տունն ու Ռուսաստանը մյուս կողմից քննարկում այսպես կոչված Թրամփի խաղաղության ծրագիրը, թե որ կողմից ինչ բանակցող է ընտրվում։ Լրատվամիջոցներում քննարկման նոր թեմա է դարձել Ուկրաինայի կողմից Պուտինի ստվերային նավատորմի դեմ իրականացվող որսը, դե իսկ ռուսական դաշտը լցված է ներքին գզվռտուքով, տարբեր կլաններ փորձում են ինքնահաստատվել մրցակիցներին կրծելով։ Սա սովորաբար լինում է քանդվող հասարակություններում, չնայած Կրեմլը մեզ համար էր նման ճակատագիր նախապատրաստել։ Լայն քննարկում ունի Մակրոնի նոր հայտարարությունը Պուտինի հետ շփվելու առումով, մեծ հարված է ռուսների համար Եվրոպայի կողմից բացահայտ եւ հաստատուն կերպով ուկրաինական ֆինանսավորումը, սա դեմորալիզացնում է տատանվող պուտինիստներին եւ նոր լիցքեր հաղորդում Պուտինի ընդդիմախոսներին։ Մի խոսքով, տղերքը զբաղվելու բան ունեն։ Մեր Telegram-ում միշտ ամենահետաքրքիր ու արժեքավոր նյութերը տեղադրում ենք ձեզ համար, ովքեր ժամանակ ունեն ավելի մեծ տեղեկատվություն ստանալու, կարող եք վայելել։ Մինչ մեր հաղորդման մյուս թեմաներին եւ առաջնագծի լուրերին անցնելը, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջ խաղացմանը խթանելու համար։ Խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում։ Հիշեցնեմ նաեւ, որ օրը 24 ժամ կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շրջնորությունների մասին մեր Telegram-յան ալիքից, QR կոդը ձեր էկրաններին է, բաժանորդագրվեք եւ վայելեք։ Ամերիկայի ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ ռեսուրսներ, ոչ էլ հնարավորություններ Ուկրաինան գրավելու համար, առավել եւս Եվրոպայի վրա հարձակվելու։ Նա մեկնաբանել է Reuters-ի հրապարակումը, որտեղ նշվում էր, թե Պուտինը չի պատրաստվում սահմանափակվել Ուկրաինայի դեմ պատերազմով եւ դիտարկում է նաեւ Բալթյան երկրների վրա հարձակման սցենարներ։ Թրամփի վարչակազմի այս պաշտոնյան, ում լրատվամիջոցները սերտորեն կապում են Կրեմլին համակրող շրջանակների հետ, կոշտ քննադատության է ենթարկել Reuters-ին, մեղադրելով լրատվամիջոցին կեղծ նարատիվ տարածելու մեջ Թրամփի խաղաղարար նախաձեռնությունները իբր արգելափակելու նպատակով։ Հիշեցնենք, մեկ օր առաջ Reuters-ը հղում անելով ամերիկյան հետախուզության նյութերին ծանոթ 6 աղբյուրների գրել էր, որ Պուտինը ձգտում է Մոսկվայի վերահսկողության տակ վերադարձնել ոչ միայն ամբողջ Ուկրաինան, այլև նախկին ԽՍՀՄ այլ հանրապետություններ, որոնց մի մասը ներկայումս ՆԱՏՕ-ի անդամ է։ Կարծում եմ դիմակները վերջնականապես հանված են եւ Գաբարդը պարզապես կատարում է այն դերը, ինչի համար նա նշանակվել է Թրամփի կողմից։ Ասելով կիսաճշմարտություն, Գաբարդը փորձում է մաքրել Պուտինին։ Վստահ եմ, սա նրան չեն ների առաջին հերթին ամերիկացիները։ Մակրոնի վարչակազմը ծրագրում է առաջիկա օրերին սահմանել Ռուսաստանի հետ երկխոսության վերականգնման ձևաչափը, այս մասին հաղորդում է France Press գործակալությունը։ Ավելի վաղ Մակրոնը կարծիք էր հայտնել, որ եվրոպական երկրները պետք է անմիջականորեն ներգրավվեն Պուտինի հետ երկխոսության մեջ։ Ֆրանսիայի նախագահի խոսքով կրկին օգտակար կլինի խոսել Պուտինի հետ թափանցիկության պայմաններում եւ Ուկրաինայի մասնակցությամբ։ Մեջբերեմ, հակառակ դեպքում մենք դա քննարկում ենք մեր մեջ եւ այն բանակցողների հետ, որոնք հետո ինքնուրույն գնում եւ քննարկում են այդ հարցը ռուսների հետ։ Սա իդեալական տարբերակ չէ, ասել է Մակրոնը, ակնարկելով ամերիկյան բանակցողներին։ Իդեպ, եթե մի կողմ դնենք Մակրոնի նախաձեռնության հուզական բաղադրիչը, ապա սա նաեւ փորձ է մի կողմ հրել Թրամփին իր պսևդո խաղաղարար ծրագրով։ Կտեսնենք, թե
ինչպես կզարգանան իրադարձությունները եւ ինչպես Թրամփը կարձագանքի դրան, գուցե նույնիսկ թեթևացած շունչ քաշի, որ իրեն հեռացնում են ձախողված ուղությունից, նրան ավելի լավ է զբաղվել ֆեյք պատերազմներով եւ վիրտուալ հաղթանակներով, դա նրա մոտ լավ է ստացվում, ինչեւ բայց չեմ կարծում, որ Թրամփը հեշտությամբ կհրաժարվի իր այսպես կոչված միսիայից, իսկ New York Times-ը իր հերթին անդրադարձել է Ուկրաինայի կողմից Պուտինի ստվերային նավատորմի դեմ իրականացվող որսին, Կիևը փոխում է Մոսկվայի վրա ճնշման ռազմավարությունը, Ուկրաինան հրապարակայնորեն ընդունել է նավթատար տանկերների վրա իրականացված հարձակումները, որոնց միջոցով Ռուսաստանը շրջանցում է պատժամիջոցներն ու ֆինանսավորում պատերազմը։ Վերջին շաբաթների ընթացքում ուկրաինական դրոնները հարձակվել են 4 նավերի վրա Սև եւ Միջերկրական ծովերում, վերլուծաբանների կարծիքով սա ազդակ է ոչ միայն Կրեմլին, այլև Եվրոպային, գրում է New York Times-ը։ Փորձագետները ընդգծում են, որ ուկրաինական ռազմավարության նպատակը այնքան նավերի ֆիզիկական ոչնչացումը չէ, որքան Ռուսաստանի համար տնտեսական եւ լոգիստիկ խնդիրների ստեղծումը։ Խոսքը ծովային փոխադրումների ռիսկերի ավելացման, ապահովագրական սակագների բարձրացման, ֆրախտի թանկացման եւ Մոսկվայի գործընկերների վրա ճնշման ուժեղացման մասին է։ Կիևը ձգտում է խարխլել պատերազմի տնտեսական հիմքը եւ ամրապնդել իր դիրքերը հնարավոր ապագա խաղաղ բանակցությունների նախաշեմին։ Մասնագետների կարծիքով այս հարձակումներով Կիևը նաև ուղերձ է հղում Եվրոպային, կամ պետք է ուժեղացվի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային ճնշումը, կամ նավագնացության ռիսկերը կշարունակեն աճել։ Միջերկրական ծովում տեղի ունեցած հարձակման փաստը ցույց է տալիս ուկրաինական գործողությունների հնարավորությունների որակապես նոր մակարդակ, ընդգծում են պարբերականի մեկնաբանները։ Վատ վերլուծություն չէ, միևնույն ժամանակ Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը խոստացել է, որ իր երկիրը Ուկրաինային աջակցությունը կդարձնի առաջնահերթություն Եվրոպական միության խորհրդում իր նախագահության ընթացքում, որը մեկնարկում է հունվարի 1-ից, դե կսպասենք, կտեսնենք։ Շվեդիան 26 թվականին Ուկրաինային կտրամադրի $200 միլիոն ուղիղ բյուջետային աջակցություն, այդ միջոցները կուղղվեն բնակչության կարիքներին, ներառյալ պետական ծառայությունները, թոշակները եւ այլ սոցիալական վճարները։ Պորտուգալիան կտրամադրի €50 միլիոն Ուկրաինայի համար ամերիկյան զենքի գնման նպատակով։ Բացի այդ, երկիրը ամեն տարի կտրամադրի €25 միլիոն ուկրաինական զենքի ձեռքբերման համար։ Նման լուրերից Կրեմլի շրջանակներում կարելի ասել նախաինֆարկտային վիճակ է, մինչ Ռուսաստանը հյուծվում է, Եվրոպան սկսել է ավելի հստակ ֆինանսապես ապահովել Ուկրաինային, իսկ չէ որ Պուտինը չկարողանալով արագ հաղթել Ուկրաինային, երազում էր հյուծել մեր երկիրը, սակայն ինչպես ասում են, ուրիշի համար փոս փորեց եւ ինքը ընկավ այդ փոսի մեջ։ Իդեպ Ռուսաստանում հասունանում է եւս մեկ սկանդալ, բռնապետ Պուտինի նոր հայտարարությունը, որը հնչել է դեկտեմբերի 19-ին ուղիղ գծի ընթացքում, ցնցել է ռուս ուլտրապատրիոտներին, Կրեմլի ղեկավարը փաստացիորեն աջակցել է մանկական ամուսնությունների պրակտիկային, ինչը հակասում է ռուսական օրենսդրությանը, սակայն գործնականում կիրառվում է մի շարք տարածաշրջաններում, առաջին հերթին Հյուսիսային Կովկասում։ Այս ֆոնին ակտիվացել են խոսակցությունները, թե իբր Պուտինը ընդունել է իսլամ։ Ռուս քաղտեխնոլոգ Ստանիսլավ Բելկովսկին չի բացառում, որ Պուտինի կողմից իսլամի գաղտնի ընդունման մասին տեղեկատվությունը կարող էր ճշմարիտ լինել, սակայն փորձագետը կասկած է հայտնել, որ Կրեմլի ղեկավարը իրականում հավատացյալ մարդ է։ Ռազմաճակատում եւ տնտեսությունում համատարած ձախողումների պայմաններում Ռուսաստանում գլուխ են բարձրացնում առանձին կլաններ, որոնք ինքնահաստատվելու համար սկսում են հարձակվել միմյանց վրա։ Սա պետության մայրամուտի ակնհայտ նշան է, ինչի մասին մենք բազմիցս խոսել ենք։ Ռուսաստանի ազդեցության քայքայման ֆոնին շղթայական ռեակցիայով ձախողումներ են արձանագրվում Պուտինի թե գաղտնի եւ թե բացահայտ դաշնակիցների մոտ։ Իրավիճակը նկատելիորեն բարդացել է Էրդողանի համար, ինչը նշանակում է, որ Ալիևն էլ անհաջողություններից հեռու չի մնա։ Մինչ Անկարան փորձում է Սիրիայից կերտել նոր Ադրբեջան եւ ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում, Իսրայելը հասնում է մեծ տակտիկական հաջողությունների, կտրելով Անկարայի ազդեցությունը թե արևելաեվրոպական ուղղությամբ եւ թե մերձավոր արևելքում։ Մենք արդեն տեղեկացրել ենք, թե ինչպես է Ամերիկան մուտք գործում տարածաշրջանի քաղաքական դաշտ ամերիկյան նավթային հսկաների ներգրավմամբ, դրան զուգահեռ ձևավորվում է նաեւ պոտենցիալ հակաթուրքական դաշինք, մասնավորապես Իսրայելի, Հունաստանի եւ Կիպրոսի մասնակցությամբ, ինչը լավ է ներդաշնակվում ամերիկյան եւ
եվրոպական շահերի հետ։ Սա Էրդողանի համար կատաստրոֆիկ հետևանքներ կարող է ունենալ։ Տեսնենք արդյոք բյուզանդական դիվանագիտությունը կփրկի Անկարային, սակայն ցանկացած դեպքում հայկական քաղաքական էլիտաները պետք է լինեն առավելագույնս զգոն, որպեսզի Ռուսաստանի կամ Թուրքիայի պատճառով չհայտնվեն աշխարհի հզորների հարվածի տակ։ Ես շարունակում եմ պնդել Իսրայելի հետ երկխոսության շտաբ կարգավորելու անհրաժեշտության առումով տարածաշրջանում հավասարակշռված քաղաքականություն վարելու համար, ինչպես օրինակ դա փորձում է անել Ադրբեջանը։ Եթե Փաշինյանը իսկապես կարծում է, որ հավերժական թշնամիներ ու բարեկամներ չկան, ինչպես նա օրերս հայտարարեց լրագրողի հարցինի պատասխան, ապա նրա կառավարությունը պետք է լրջորեն մտածի թուրք-ռուսական ազդեցությանը հակակշիռների մասին։ Ես որևէ կերպ չեմ միջամտում Հայաստանի քաղաքականությունը, պարզապես որպես Հայաստանում ծնված քաղտեխնոլոգ ես մատնանշում եմ մարտահրավերներն ու հնարավորությունները, իսկ որոշումներ ընդունողները իհարկե Հայաստանի կառավարությունն ու ամենակարևորը Հայաստանի ժողովուրդն է, ով տալիս է մանդատ այդ կառավարությանը։ Ռազմաճակատի լուրերին անցնելով նորից հիշեցնեմ մեր Telegram-ի մասին, որտեղ օրը 24 ժամ կան ոգևորիչ կադրեր, մասնավորապես Չասով Յար քաղաքից, որը ամիսներ առաջ ռուսները ներկայացրել էին իբրև իրենց կողմից անվախճությամբ գրավված, բայց միայն Չասով Յարը չի, կադրերը բազում են։ Իմ կարծիքով լավ տրամադրություն կունենաք տեսնելով ամենը, օրինակ Պուտինի բանակի փորձը խողովակաշարի միջոցով գաղթագողի ներխուժել Ուկրաինայի պաշտպանության ուժերի թիկունք Կուպյանսկում, նորից ռուսական փորձը հանգեցրեց Պուտինի բանակի լիակատար պարտության եւ ծանր կորուստների։ Հիշեցնեմ, որ օրը 24 ժամ կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շուրջ նորությունների մասին մեր Telegram-յան ալիքից, QR կոդը նորից ձեր էկրաններին է։ Վերջին 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում գրանցվել է 238 մարտական բախում, ռուսական զորքերը նորից փորձեցին հարձակվել 12 ուղղություններով, ամենից շատը, ինչպես միշտ, Պոկրովսկում։ Անցած մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի օկուպացիոն բանակը Ուկրաինայում կորցրել է նոր 1130 զինծառայող, Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացրել են նաև շուրջ 200 միավոր ռուսական տեխնիկա։ Ուկրաինայի գլխավոր շտաբի գնահատականով լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց ի վեր ռուսական զորքերի ընդհանուր կորուստները կազմել են արդեն 1,196,740 օկուպանտ։ Ռելիզը ձեր էկրաններին է։ Ուկրաինայի ՀՕՊ-ը 3 գիշեր խոցել է թշնամու 97 հարվածային միջոցներից 75-ը, ցավոք նորից զոհեր կան քաղաքացիականների շրջանում, ամենից շատ թիրախավորված էր Օդեսայի մարզը, ինչպես ասացի եթերի սկզբում, Սումիի մարզի սահմանամերձ գյուղում մոտ 50 ծեր ուկրաինացի մարդկանց են առևանգել ռուսները գիշերը։ Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպանը հիմա զբաղված է այդ հարցով։ Ուկրաինական զորքերը հարվածներ են հասցրել թիրախներին թե Ռուսաստանի տարածքում, թե օկուպացված տարածքներում, Բրյանսկի եւ Ռոստովի մարզերում արձանագրվել են խոցված օբյեկտներ, կասեի կարևոր խոցված օբյեկտներ։ Ռոստովի մարզում ակտիվ են եղել նաև պարտիզանները, նրանք իրականացրել են հերթական դիվերսիան եւ պարալիզացրել Ռուսաստանի բանակի մատակարարման առանցքային երկաթուղային հանգույց Դոնի Ռոստովի շրջակայքում։ Վոլգոգրադի մարզում շարքից դուրս է եկել մագիստրալ գազատարը, դեկտեմբերի 19-ին տեղի ունեցել հողի խորհրդավոր նստեցում, Ասիդանյե գրունտը իրենց լեզվով եւ իրենց տեղեկատվական նարատիվներով, որի հետևանքով վնասվել է կենտրոնական Ասիա կենտրոն մագիստրալ գազատարը, ներկայումս գազի տեղափոխումը այդ ուղղությամբ դադարեցված է անորոշ ժամկետով։ Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը հայտնում է, որ Ռուսաստանի տարածքում երկրաբանական գործողությունները միտում ունեն հետագա զարգացման, հատկապես այն օբյեկտների մերձակայքում, որոնք ֆինանսավորում են Ուկրաինայի դեմ պատերազմը։ Ուկրաինացի ժողովրդի դեմ իրականացված յուրաքանչյուր ռազմական հանցագործության համար լինելու է արդար հատուցում, նշում են մեր հետախույզները հասկանալի ակնարկով։ Ռուսաստանում գազատարների հետ կապված միջադեպերը հաճախացել են, հիշեցնենք, որ օգոստոսին մեր աղբյուրները հայտնել էին, որ Վոլգոգրադի մարզում շարքից դուրս է եկել նույն կենտրոնական Ասիա կենտրոն մագիստրալ գազատարը, դա տեղի էր ունեցել Դինամովսկայի գյուղի շրջանում տեղի ունեցած պայթյուններից հետո։ Բացի այդ, սեպտեմբերի 9-ին Պենզայում մի շարք պայթյունների հետևանքով շարքից դուրս են եկել մագիստրալ նավթատար եւ տարածաշրջանային գազատարը։ Ռուսաստանում ապրող հայերին, ովքեր չեն աջակցում Պուտինին, նորից զգուշացնում եմ, հեռու մնացեք Պուտինի պատերազմի գործիք ծառայող օբյեկտներից։ Կիրակի օրվա եթերը շատ չերկարացնեմ, ուրբաթ եւ շաբաթ օրվա եթերները բավական հագեցած են եղել։ Խնդրում եմ չմոռանաք լայքել եւ տարածել մեր եթերը եւ իհարկե ովքեր դեռ բաժանորդագրված չեն ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք։ Այսքանով ավարտեմ, ձեզ ամենալավն ու բարին եմ մաղթում, թող եկող շաբաթ բոլոր նպատակները իրականանան, բարով մնաք։